Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 4։ Մի ուրախանար ինձ վրա, ով իմ թշնամի, որովհետև թեև ընկնեմ, վեր կկենամ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի։ Միքիա 7:8 խոսք։ Սա կարող է արտահայտել ճնշված և հալածված տղամարդու կամ կնոջ զգացմունքները։ Մեր թշնամին կարող է որոշ ժամանակով մարել մեր լույսը, բայց Տիրոջ մեջ մենք ունենք հաստատուն հույս, և եթե վստահենք Նրան և պահպանենք մեր անարատությունը, մեր հուսահատության և խավարի ժամանակաշրջանը շուտով կանցնի։ Թշնամու վիրավորանքները ընդամենը մի ակնթարթ են։ Տերը շուտով նրանց ծիծաղը կվերածի սգի, իսկ մեր հառաչանքը ցնծության։ Իսկ եթե հոգիների մեծ թշնամին մի որոշ ժամանակ հաղթանակ տանի մեր վրա, ինչպես նա հաղթեց մեզանից ավելի արժանիներին, այնուամենայնիվ քաջ մնանք, որովհետև շուտով մենք կհաղթահարենք նրան մեր Տիրոջով։ Մենք կբարձրանանք մեր անկումից, որովհետև մեր Աստվածը չի ընկել և նա մեզ վեր կկանգնեցնի։ Մենք չենք մնա խավարի մեջ, թեև այս պահին նստած ենք այնտեղ, որովհետև մեր Տերը լույսի աղբյուրն է, և շուտով նա մեզ համար ուրախության օրեր կբերի։ Չհուսահատվենք և նույնիսկ չկասկածենք։ Անիվի մի պտույտը բավական է, և ամենացածրը կհայտնվի բարձրունքներում։ Սակայն վայ նրանց, ովքեր հիմա ծիծաղում են, որովհետև նրանք պիտի սգան ու լան, երբ իրենց պարծենկոտությունը վերածվի հավիտենական ամոթի։ Բայց օրհնյալ են բոլոր սուրբ սգավորները, որովհետև նրանք աստվածային կերպով պիտի մխիթարվեն։